Հանրապետությունում անձնագրային ծառայությունների գրասենյակների թիվը կրճատվելու է, ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին, այն է ֆրանսիական կոնսորցիումին, որը հաղթող է ճանաչվել կենսաչափական համակարգի ներդրման մրցույթում։ Առաջիկայում սպասվում են ներդրումային աշխատանքներ, ինչը ենթադրում է նոր գրասենյակների ձևավորում, տեխնիկական հագեցվածություն, կադրերի վերապատրաստում եւ այլն։ Բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու հանրային ծառայությունների մատուցման, կարծում եմ նաև օրինակելի փորձառություն կլինի մեր պետական մյուս գերատեսչությունների համար, ոչ թե ՊՄԳ ձևաչափը նկատի ունեմ, այլ ծառայությունների մատուցման որակը, որովհետև լավ փորձառություն է բերվում Հայաստան, մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-ից 3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձահաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ կլինի անձնագիր թե նույնականացման քարտ։ Հասարակության շրջանում կան մտահոգություններ այն առումով, թե փոքր թվաքանակով գրասենյակները որքանով կկարողանան ժամանակին ու պատշաճ սպասարկել քաղաքացիներին։ Պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով եղած գրասենյակները բավարարելու են։ Ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով եւ ըստ էության գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը դառնալու է մի քանի տարին մեկ անգամ։ Այս արդեն նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում եւ աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով սա բավարարելու է։ Ըստ էության միջին եւ խոշոր գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է, մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի անձը կանգնում է եւ մատնահետքը եւ լուսանկարը տեղում իրականացվում է։ Նելի Դավթյանը նշեց, որ այս գործընթացը շատ կարևոր է ու պարտադիր վիզաների ազատականացման համատեքստում կենսաչափական համակարգի ներդրմամբ ոչ միայն փաստաթղթի որակն է զգալիորեն բարելավելու, այլև այս ծրագիրը բերելու է նաև արժանապատիվ ճամփորդելու երաշխիք կենսաչափական փաստաթուղթ կրող անձի համար, նվազագույնի հասցնելով անհարմարությունները։ Իմաստը այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդհանրապես սկանավորել եւ շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում, չլինեն բարդություններ, բայց անձը ով չի ունենա կենսաչափական փաստաթուղթ, ստիպված կլինի այդ ողջ կենսաչափական տվյալները տեղում հանձնել։ Եթե մենք չենք ուզում այդ տեղում հանձնելու տարբերակով այնուամենայնիվ շարունակել կրողը լինել այդ բարդությունների, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով եւ էլի շեշտադրեմ, սա նաև վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ եւ պարտադիր դրված պահանջ է։ Պատասխանատուները տեղեկացնում են, որ երբ համակարգը ներդրվի, տրամադրվելու են բացառապես կենսաչափական անձնագրեր, ընտրության հնարավորություն չի լինելու, իսկ դա նշանակում է նաև ծառայության արժեքի վերանայում։ Ինչ վերաբերում է եղածներին, ապա բոլոր անձնագրերը կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Աննա Գզիրյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։